Երևանի պետական համալսարանի ռենոմեն երբեք այսքան ցածր չի եղել։ Իմ քայլը հիմնադրամը այս մաքուր ապաքաղաքական կազմակերպություն է։ Ինչ պիտի անեն, կախելու են իրենց, թե բոլորին աշխատանքից անելու են։ Հայաստանը իր շահերին տեր չի կանգնում եւ որ կենտրոնին ինչ որ անհրաժեշտ է զիջողի դերում է։ Ինչի մասին են գրում մեր գիտնականները, եթե իրենց գիտական խոսքը բանավոր արտահայտելու համարձակություն չունեն։ Դպրոցներ, որոնք որ ունեն 100-ից պակաս աշակերտ, ենթակա են այսպես կոչված օպտիմալացման։ Լավ ապրող երկրում դպրոց են փակում։ Միակ ձևը արդյոք կրթության որակ ապահովելու դպրոցը փակելն է, ոչ միակ ձևը փակելը չէ։ Հայոց պատմությունից խոսելը արդեն քաղաքական քարոզ է։ Եթե իմ քվեից կախված է Փաշինյանի իշխանազրկումը, ապա անկախ ամեն ինչից պետք է օգտագործել այդ քվեն։ Եթերում բաց խոսենք նախագիծն է Εμհյուր այսօր հայակվե միավորման անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանն է։ Բարև ձեզ։ Հազար բարի։ Պարոն Սողոմոնյան, 16 տարի Երևանի պետական համալսարանում դասախոսելուց հետո 2024 թվականի սեպտեմբերին ձեզ ազատեցին պաշտոնից։ Բուհի ռեկտոր Հովհաննիս Հովհաննիսյանը սրանով չբավարարվեց եւ ընդամենը մեկ նախադասության համար ձեզ դատի էր տվել, կարծեմ այն նախադասության, որ Երևանի պետական համալսարանի ռենոմեն երբեք այսքան ցածր չի եղել, որքան հիմա։ Սակայն դուք միակ դասախոսը չէիք այդ ընթացքում, որ քաղաքական հայացքներով պայմանավորված զրկվում էր աշխատանքից եւ պաշտոնից։ Այս ընթացքում որովե փոփոխություն տեղի ունեցել է, թե ոչ իշխանության հետապնդումները, իշխանության քիմքին ոչ հարիր դիրքորոշում ունեցող դասախոսների հանդեպ շարունակվում է, թե հանդարտվել են փոքրինչ։ Այս իշխանությունը մի բնազդային ինչ-որ հատկանիշով է առաջնորդվում։ Երբ որ դու իրեն ցույց ես տալիս թուլություն, ինքը քեզ շարունակում է ավելի ու ավելի հալածել։ Այսինքն տարբերակը մեկն է, եթե մի անգամ խոսեցիր, մի անգամ դիմադրեցիր, ընդդիմացար, պետք է դու մշտապես շարունակաբար դիմակայես եւ երբեք թուլության նշաններ ցույց չտաս։ Հենց թուլության նշան ես ցույց տալիս, հենց պայմանավորվածության ես գնում իրենց հետ, իրենք շարունակում են քեզ նվաստացնել։ Շատ են եղել դեպքեր, որ մարդկանց պաշտոններ են առաջարկել, մարդիկ ընկել են այդ գայթակղությունների ծուղակը, հետո նվաստացուցիչ ձևով իրենց խոստումը չեն կատարել եւ մարդկանց թողել են այդպես ձեռնունայն վիճակում։ Ձեզ աշխատանքից հեռացնելու կոնկրետ պատճառ կար, թե ընդհանրապես այդ ընթացքում ձեր դիրքորոշումների համար էր։ Պատճառները մի քանիսն էին, անձնականից սկսած, քաղաքականով վերջացրած, համադրություն էր դա։ Հնարավոր բնականաբար, քանի որ չի խոսվում այն մասին, որ ահա ձեր հայացքների պատճառով են ձեզ հեռացնում, ահա այս ասացի պատճառով են հեռացնում, իրենք պարզապես ասում են ժամկետն ավարտվել է պայմանագրի եւ ձեզ հետ չենք վերականգնում պայմանագիրը։ Բնականաբար, 1500 հոգի դասախոս կա, ժամկետներն ավարտվում է, բա ոնց է լինում, որ հենց այսպես ինձ հետ չեն կնքում պայմանագիր։ Այն դեպքում, երբ որ գիտական աստիճան կա, կոչում կա, ուսանողական հարցումների արդյունքներ կան, ի վերջո ստաժ կա եւ այլն, այնպես որ մի պատճառ չի, այդպես ասենք, բայց պատճառներից մեկը ես կարող եմ ասել 24 թվականի սկզբներին, դեռևս մինչև Սրբազան պայքարի սկսվելը, այսպիսի հայոց պատմությունը Հայաստանի պատմություն վերանվանելու այդպիսի բան տեղի ունեցավ, կառավարության որոշում, որև ասացին, որ դա քաղաքական որոշում է։ Բոլոր մասնագիտական շրջանակները դեմ կանգնեցին դրան, ասացին, որ չի կարելի հայոց պատմություն է, եւ հայակվեն էլ շատ ակտիվ գործունեություն ծավալեց, հանրային քարոզչական գործունեություն ծավալեց, եւ Ժաննա Անդրեասյանի հետ այդպես Facebook-յան բախում տեղի ունեցավ։ Որ անպատիժ չմնաց։ Ոչ ուղղակիորեն սպառնալիք եղավ էլի, այսինքն այն առումով, որ դուք առաջ կարող էիք նախարարի գրառման ներքո բանանել, քննադատական կոմենտ թողնել, աշխատանքից կազատվեիք այն ժամանակ։ Հետո ամիսներ անց այդ նույնը տեղի ունեցավ։ Այն կշտամբանքը տեղի ունեցավ եւ դրան գումարվեց նաեւ այն, որ Սրբազան շարժման ժամանակ ակտիվ էինք նաեւ այն հարցում, որ Դաղմասանի դասախոսները պետք է ի վերջո դիրքորոշում արտահայտեին սահմանազատման process-ի իրավաչափության վերաբերյալ։ Այստեղ խնդիրը ոչ թե միանալն էր Սրբազան պայքարին, այլ հենց այն ժամանակ, երբ որ սկսվեց շարժումը կապված էր սահմանազատման գործընթացի հետ, Տավուշի հայտնի հատվածներում։ Եվ մենք հանդես էին գալիս մի քանի դասախոսներով, հանդես էին գալիս պահանջով արդարացի, որ մեր մետավորական խավը պետք է ինչ-որ ձևով դիրքորոշում ցույց տա։
Թող ասի, հա, շատ լավ է, շատ ճիշտ է այս սահմանազատումը, որ տեղի ունենում, բայց ինչ որ ձևով դիրքորոշում արտահայտի։ Ու այդ արշավի այդ process-ի ընթացքում մենք այդպես կրքեր բորբոքվեցին, խնդիրներ առաջացան, սկսեցին շատ դեկանների, դասախոսների հետևից ընկնել, ինչի եք ստորագրել այս փաստաթուղթը եւ այլն, ուսանողներ միացան այս փաստաթղթին, հարյուրավոր ուսանողներ միացան, այդ ուսանողները նաեւ եկել էին ինձ հետ էլ կոնսուլտացիա էին արել, այսպես ես ուղղակի կոնսուլտացիոն կարգով նաեւ որոշ բաներ էի ասել։ Այդ մի քանի հանգամանքներ իրար գումարվելով ինձ մեղադրում էին, իհարկե նաև ասում են լսարանում քաղաքական քարոզ է կանում, բայց իսեր Աստծո ես դրա ժամանակը չունեմ լսարանում քաղաքական քարոզ անելու։ Պարզապես դասի, քանի որ ես լավ եմ վարում, հետո այդ ուսանողը սոցիալական ցանցում ինձ գտնում է, հետևում է եւ այս էր խնդիրը։ Այսինքն մեր պատմությունից հիմա խոսելը, հայոց պատմությունից խոսելը արդեն քաղաքական քարոզ է։ Իհարկե, այդպես է գալիս, այո։ Պարոն Սողոմոնյան, հարցս շարունակվում է, թե ինչ որ առումով հանգստացել է բուհերում, որովհետև մի պահ դա կարծեք շատ ակտիվ էր։ Համենայն դեպս համացանցում ենք անդադար այդ ինֆորմացիան կարդում ենք, որ քաղաքական հայացքներով պայմանավորված այս կամ այն բուհից հեռացնում էին դասախոսին աշխատանքից։ Եվ անկեղծ ասած ինձ միշտ զարմացրել է այս բուհերի կոլեկտիվների եւ ուսանողական նաեւ կոլեկտիվների լռությունը։ Ծանր բան եք ասում։ Դժվար է այդ մասին խոսելը, որովհետև այնտեղ իմ գոլեգաներն են հիմա, որոնց հետ շատ երկար ճանապարհ եմ անցել, շատ երկար ճանապարհ ենք անցել, դժվարությունների մեջով ենք անցկացել, լայն եւ նեղ օրեր ենք ունեցել։ Հիմա այո, ցավոք սրտի այդպիսի վիճակ է, ալիք չկա, այդպիսի ալիք չկա եւ ուղղակի շատեր այդպես հարմարված Վախն է պատճառը։ Նրանցից մեկը այսպիսի մի արտահայտություն ուներ, ասում էր իջիր ջրի հատակը մինչև անցնի վտանգը, այդպես կատակով կիսակատակ ասում էին, խնդում էին, անցնում ենք, բայց երկրի համար կարևոր հարցերի շուրջ դիրքորոշումներ, երբ որ մտավորականները չեն հայտնում, դե ես ինչ անեմ, դե ես ինչ անեմ, ցից յուրաքանչյուր այդպես պարփակված բան մնում է իր վիճակի մեջ, իր հատակում, այո, մինչև այդ վտանգը անցնի, իսկ ով է անցկացնելու վտանգը, ով պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի այդ հարցում, ով պետք է համարձակություն դրսևորի, ումից օրինակ վերցնեն երիտասարդները, այդ հարցերն էլ կան։ Պարոն Սողոմոնյան, նախկինում բուհերի քաղաքականացվածությունից բողոքող եւ ինքնավարության ցածր մակարդակից դժգոհող մարդիկ, որոնք այսօր իշխանության են, բավականին ակտիվ ընդգրկված են բուհերի հոգաբարձուների խորհուրդներում։ Սա ժողբասյոնին հարիր երևույթ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ մեր սահմանադրությունը ուղիղ ասում է, որ բուհը պետք է ունենա ինքնավարություն եւ գիտական ակադեմիական ազատություն։ Սա առաջի դեպքը չէ, երբ որ մի բան ասում են, մի սկզբունքի մասին խոսում են, հայտարարում են, ճամարտակում են եւ մեկ այլ բան տեղի է ունենում։ Առաջի դեպքը չէ։ Նախորդ ուղակի հարցին մի փոքր այդպես անդրադարձ անեմ, որպեսզի ամեն ինչ հնարավորինս ճիշտ ու օբյեկտիվ լինի։ Առաջ էլ կար դասախոսներին քաղաքական հայացքների հետ կապված խնդիրներ առաջ էլ առաջանում էին իհարկե։ Եվ ես մի առիթ եղել է խոստովանել եմ, որ ժամանակին, երբ որ դասախոսներ են եղել, որոնք մեր մոտից կոնկրետ այդպես ոչ անմիջապես հայտարարելով, որ հենց քաղաքական հայացքների պատճառով, այլ պարզապես իրենց գործունեության արդյունքում արվել է այնպես, որ ժամեր չունենան։ Ես իհարկե փորձել եմ համասարանի ներսում կարգավորել դա, թույլ չտալ, չի ստացվել, բայց եւ չեմ խոսել այդ մասին։ Մի երկու առիթով ասել եմ, հիմա էլ եմ ասում, այո, վատ եմ արել, որ չեմ խոսել, համարձակությունս այն ժամանակ չի ներել, որ չեմ խոսել։ Բայց ժամանակների ստեղծած խնդիրները, իրավիճակները, օրհասականությունը, ճգնաժամայնությունը համեմատելի չեն եղել հիմա եւ այն ժամանակ։ Հիմա այլևս էլ, որ ասում եմ, դանակը ոսկորից էլ է անցել։ Հիմա լռելը անընդունելի է։ Ինչ վերաբերում է այդ հոգաբարձուների խորհուրդներում կառավարության ներկայացուցիչների կամ իշխանամետ մարդկանց ներկայությանը, ես ուզում եմ հիշեցնել 2018 թվականին ներկայում վարչապետի պաշտոն զբաղեցնողի ճամարտակումները, որ 100%-ով ինքնավար են լինելու բուհերը։ Այս ամբողջ ընթացքում, այս ամբողջ 8 տարիների ընթացքում բարձրագույն կրթության մասին օրենսդրական փոփոխությունների մեջ կարմիր թելով միշտ գնացել եմ բուհը վերահսկելու
այդ դրույթը, որ անպայման լինի, բուհը անպայման վերահսկելի լինի իրենց կողմից։ Բուհերը ազատամտության օջախներ են եղել անգամ ստալինյան բռնատիրության պայմաններում։ Եվ իրենք սա շատ լավ հասկանալով այդ ազատամտության օջախները միշտ ցանկանում են պահել իրենց վերահսկողության տակ։ Այսօր Իմ քայլը հիմնադրամի ֆինանսավորմամբ լսարան է բացվում, ինչ-որ կաբինետ է բացվում ֆիզիկայի ֆակուլտետում։ Արդյոք սա քաղաքական հետք չկա այս ամեն ինչի մեջ։ Այդ Իմ քայլը հիմնադրամը այդպես մաքուր, ապա քաղաքական կազմակերպություն է։ Բնականաբար ոչ։ Իհարկե։ Գիտական ակադեմիական թեմայի շրջանակներում ես չեմ կարող շրջանցել այն դրվագը, որը տեղի ունեցավ Ցեղասպանության Թանգարան ինստիտուտում, տնօրենին աշխատանքից ազատելու դրվագը։ Ես այստեղ մի կողմ եմ թողնում այն հարցը, որ Արցախը Հայաստանը եւ վերջ արտահայտության պատերազմ սադրած եւ պարտություն բերած մարդը իրեն իրավունք է վերապահում աշխատանքից ազատելու տնօրենին ընդհանրապես Արցախի մասին գիրք նվիրելու համար, թեկուզ ԱՄՆ փոխնախագահին։ Խնդիրը այլ է։ Արդյոք սա վտանգավոր նախադեպ չի ստեղծում գիտական, տվյալ դեպքում հիշողության ինստիտուտները քաղաքական վերահսկողության ենթարկելու եւ եթե կա նման բան, ինչը ակնհայտ է, արդյոք մտահոգված չէ գիտական հանրությունը։ Եթե մտահոգված է, ինչու չենք լսում արձագանքը համարժեք։ Ցավոք գիտական հանրությունը մտահոգված լինելով հանդերձ, այդ մտահոգությունները պատերի տակից դուրս չեն գալիս։ Այդ աստիճան մեծ է վախը, պարոն Սողոմոնյան։ Այո, շատ մեծ է վախը։ Վախի մտածող։ Վախենում են, այո։ Վախենում են եւ իրենց թվում է, որ իրենցից յուրաքանչյուրը ոչինչ չի կարող անել, իրենցից յուրաքանչյուրը իր կաբինետից, իր սենյակից դուրս չի գալիս, համարձակություն չեն ունենում։ Մի անգամ մի հատ ժողով հրավիրեն։ Մի հատ իրար գան, մի հատ նստեն, մի հատ խոսեն, քննարկեն։ Ի վերջո սոված չեն մնալու էլի։ Սոված չեն մնա։ Կրթություն ստացած հասարակության մեջ դիրք ունեցող մարդիկ են։ Այսինքն եթե գիտաշխատողի սովորական քայլը որակվում է պետական քաղաքականությանը հակասող, չգիտեմ, թշնամական, անթույլատրելի, արդյոք դժվար է հրավիրել գնահատական տալ ընդհանրապես գիտնականի խոսք ասել, որևէ քննարկում, փոքր քննարկում կազմակերպել եւ այդ քննարկման շրջանակում դիրքորոշում արտահայտել, ինչ պիտի անեն, կախելու են իրենց, թե բոլորին աշխատանքից անելու են։ Գիտեք, բոլորն ուզում են, որ շահող վիճակում լինեն։ Երբ որ ձևավորվի մի իրավիճակ, երբ որ իրենք կզգան, որ իրենց բողոքը ավելացնելու է այդ շահող վիճակը, այսինքն երբ որ կլինի մի իրավիճակ, որ նժարը թեքվելու նշաններ ցույց կտա, այդ ժամանակ այո, միահամուռ միաբերան կարծիք կհայտնենք, խոսեն, կնկարվեն։ Հիմա ոչ ոք չի ուզում այո իր վրա այդպիսի նախաձեռնություն վերցնի։ Վախի մթնոլորտ է։ Այդ դեպքում ում է պետք իրենց գիտական հոդվածները եւ ընդհանրապես գիտական գործունեությունը ինչի մասին են գրում։ Ինչ հանձնարարականներ ունեն, որ Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, շատ հետաքրքիր է ինչի մասին են գրում մեր գիտնականները, եթե իրենց գիտական խոսքը բանավոր արտահայտելու համարձակություն չունեն։ Ունեն հանձնարարականներ ներկայացնելու։ Կարծեմ նման հանձնարարական ստացել էին ներկայացնելու կադաստրի քարտեզը, որտեղ նախկինում բնակվել են ադրբեջանցիները։ Այո, այդպիսի մի նախաձեռնություն էր եղել դրա մասին։ Այո, տեղյակ եք այդ նախաձեռնությունը։ Պատմության ինստիտուտը, Ակադեմիայի պատմության ինստիտուտին, այսպես պատվեր էր եկել, որպեսզի ստեղծվի տեղեկագիրք Հայաստանի բնակավայրերը, անվամբ տեղեկագիրք, որտեղ բնակավայրերի տեղադրության, պայմանների եւ այլն ամեն ինչի մասին կգրվի, այդ թվում նաեւ պատմության։ Բայց պատմություն հետո հարց էր ծագում, պատմություն մինչեւ ուր կարելի է խորանալ, մինչև որ ժամանակները կարելի է գնալ, հասկանալի էր դարձել, որ այստեղ կարևոր է այն ժամանակաշրջանը, երբ որ այդ բնակավայրերի մի մասում թուրքերն են բնակվել։ Որովհետև երբ որ այդ հարցին նայել են ավելի խորքային ձևով, դա միայն պատմաբանները, պատմության ինստիտուտի աշխատողները չեն կարող այդպիսի աշխատանք կատարել գնալով մինչև, օրինակ, չգիտեմ, շատ բնակավայրեր ուրարտական, նախաուրարտական, ասենք շրջանի պատմություն ունեն, այստեղ միջդիսցիպլինար մոտեցում է անհրաժեշտ եղել, էլի, որպեսզի
կարողանան այդ տեղեկագիրքը, պատշաճ տեղեկագիրք սարքել, որը ողջունելի գործ կլիներ, եթե իսկապես այդպես շատ մեծ ծավալի աշխատանք լիներ եւ բազմաթիվ մասնագետներ, ասենք այնտեղ հնագետ էլ լինել, աշխարհագետ էլ լիներ, կենսաբան էլ լիներ, այդպես, որ այդ բնակավայրերի մասին տեղեկատվությունը համապարփակ լիներ, հասկանալի կլիներ։ Հետո պարզ է դարձել, որ կարծես թե ակնարկային է, որ այնքան որ այդ բնակավայրերի նախկին անվանումները, թուրքական անվանումները լինեին, որովհետև պարզ է, չէ, որ պատմության մեր որոշակի հատվածում Արևելյան Հայաստանում, երբ որ թուրքախոս խաների գերիշխանությունն է եղել, նրանք էլ իրականացրել են համապատասխան դեմոգրաֆիական տեղաշարժեր, հայերը հատկապես Շահ Աբբասի բռնագաղթից հետո քչացել են Արևելյան Հայաստանում եւ նրանց բնակավայրերում տեղ են գտել թուրքախոս տարրերը։ Եվ բնականաբար նրանց իշխանության պայմաններում էլ շատ անվանումներ եւ միկրոանվանումներ, նաեւ տեղերի անվանումներ թուրքերեն են եղել։ Եվ հիմա ինչ կարող ենք մենք ենթադրել։ Ինչի է պետք հենց այդպիսի տեղեկագիր, որտեղ ամենաշատը հետաքրքրում է բնակավայրերի նախկին անունները։ Հարցը արդեն իսկ ինձ թվում է խոսում է այդ ամեն ինչի մասին։ Ես իմ տեղեկությամբ այո ինստիտուտում եղել է բուռն դժգոհություն, կարծես թե այդ պրոյեկտը այս պահի դրությամբ ինստիտուտը չի իրականացնում, բայց որքանով որ տեղյակ եմ, քանի որ մտադրությունը կա ստեղծելու, հնարավոր է որ ինչ որ մի գիտական խումբ ստեղծեն այն մարդկանցից, ովքեր որ այս գծի տակ են, իշխանությունների գծի տակ են, իսկ այդպիսի մարդիկ ցավոք սրտի այսօր թե Երևանի պետական համալսարանում, թե Գիտությունների ակադեմիայում, այսինքն կարելի է գտնել էլի այն մի մարդ կար, որ հռոմեական դատավորներին կաշառելուց հետո հեռանալուց նայում է քաղաքին եւ ասում է՝ «Օ ծախված քաղաք, եթե մի լավ գնորդ լինի, քեզ կարելի է ամբողջությամբ գնել»։ Այսինքն ցանկացած տեղ էլ կարելի է այդպիսի մարդկանց ճարել եւ այդպիսի մարդիկ ցավոք կան եւ հանձն կառնեն այդպիսի աշխատանք կատարելու, այդպիսի տեղեկագիր սարքելու։ Պատմության ինստիտուտի տնօրենի աշխատանքից ազատվել այս դրվագով էր պայմանավորված, պարոն Սողոմոնյան, թե ոչ։ Ժամանակային համընկնում է եղել իմ կարծիքով, որովհետև Աշոտ Մելքոնյանը հաստատ չէր մտնի այդպիսի հանձնարարության տակ։ Պարզապես նրան նաև տարիքը լրանալու կապակցությամբ է եղել, 65 տարեկանը լրանալու կապակցությամբ ժամանակային այդ համընկնումը տեղի ունեցել է։ Դարձյալ ցավոտ էլի մի ոլորտի, կրթական ոլորտից դպրոցներ, Ազգային կրթության հիմնադրամը հրապարակեց տվյալներ ըստ մարզերի, դպրոցների թիվ հրապարակեց 231, չէ, որոնք սեպտեմբերին առաջիկա փակվելու են, չեն գործելու։ Այդ դպրոցները, փակվող դպրոցները հիմնականում Սյունիքի եւ Շիրակի մարզերում են։ Սյունիք, Շիրակ, Լոռի, առաջին 3 խոշոր մարզերը։ 3 խոշոր մարզերում։ Այս ոլորտը վերահսկող գերատեսչությունը, ինչպես միշտ, թերթական անհասկանալի լղոզված հայտարարությունը հրապարակեց, հերքեց առանց հիմնավոր փաստերի։ Մինչդեռ հիմնադրամի ներկայացրած տվյալները շատ հստակ էին, կոնկրետ օրինակներով։ Պարոն Սողոմոնյան, այս իշխանությունը հենց այս օրերին ուրախ ավտոբուսով գյուղից գյուղ, մարզից մարզ է գնում եւ մարդկանց համոզում, որ իրանք ինչքան լավ են ապրում։ Լավ ապրող գյուղը, լավ ապրող երկրում դպրոց են փակում։ Ես ինչքան գիտեմ մեր պատմությունից, որ ամեն կերպ փորձում են ջնջել, ամենավատ ժամանակներում մենք դպրոց ենք բացել։ Յուրաքանչյուր փակվող դպրոց մի դատարկվող գյուղ է, մենք սա շատ լավ գիտենք, հատկապես երբ որ խոսքը վերաբերում է սահմանամերձ շրջաններին։ Ինչ են ուզում մարդիկ անել այստեղ քայլով։ Էլ ինչ են ուզում։ Ձեր հարցը ուրախ ավտոբուսի մասին հիշեցրեց իմ դասախոսներից մեկի պատմած մի պատմություն 1940-ականների հետպատերազմյան շրջանի վերաբերյալ, երբ որ Գորիսի կամ Գորիս քաղաքում կամ գյուղերից մեկի մշակույթի տանը միջոցառում է տեղի ունենում եւ մի աղջիկ երեխա այդ ահավոր ցրտի պայմաններում դահլիճը չի ջեռուցվում, դահլիճը շատ ցուրտ է, պատերազմից հետո առաջին տարիներն են, մարդիկ սոված, տանջահար այդ վիճակներով եւ այդ աղջիկը տխուր դեմքով երգ է երգում, այնքան ցուրտ է եւ ոտքերը այնքան կապտած են, որ անդադ ոտքերը խփում է գետնին, որպեսզի կարողանա ինչ-որ կերպ տաքացնել այդպես եւ երգում է այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր Ստալինն է տվել։
Հիմա ձեր այդ Հայ Ստալին, Ջան Ստալին, Ջանս քեզ Ղուրբան Ստալին, չէ՞, կարծեմ շարունակությունը։ Հիմա ձեր այսած ուրախ ավտոբուսը, ինչքան ուրախ է կյանքը, ասենք ցույց են տալիս մարդկանց, թե ինչքան ուրախ է կյանքը իրենց օրինակով, ինչքան ուրախ է կյանքը։ Հիմա գանք դպրոցներին։ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի հրամանով դպրոցների ցանկ է հրապարակվել, դպրոցներ, որոնք որ ունեն 100-ից պակաս աշակերտ, ենթակա են այսպես կոչված օպտիմալացման։ Այսինքն, խոսքը հիմնականում գնում է գյուղական դպրոցների մասին, մեծամասամբ գյուղական դպրոցների մասին։ Այդ գյուղերին մոտ ինչ որ մի գյուղում, մեկ այլ գյուղում ստեղծվում է ավելի այդպես մեծ դպրոց, ավելի լավ պայմաններով դպրոց, եւ մնացած գյուղերի դպրոցներից երեխաները պետք է բերվեն այդ կենտրոն դպրոցը, այսպես կոչված։ Նախարարի այդ հրամանը կոչվում է կրթության որակի հասանելիությունը ապահովելու մասին մոտավորապես։ Այսինքն նպատակը այն է, որ հաշվի առնելով, որ փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցներում բարձր որակ ապահովելը դժվար է, ապա պետք է իրականացնել այդ օպտիմալացումը, այսինքն մի քանի գյուղերի դպրոցների երեխաներին տանել, կենտրոնացնել մեկ դպրոցում եւ ամեն օր այդպես տրանսպորտով տանել, բերել այս իրավիճակն է։ Ներողություն, բայց կարծեմ այդ դպրոցներում ընդգրկված են նաեւ դպրոցներ, որոնք 100-ից ավելի աշակերտ ունեն, 116 աշակերտ ունեցող դպրոց է փակվում անգամ։ Արդյոք դա քիչ է գյուղի համար։ Հարցը հենց սկզբից ասենք, որ նույնիսկ 50 հոգանոց դպրոցում կարելի է նորմալ որակի կրթություն ապահովել 50 հոգանոց դպրոցում, որը որ եթե օրինակ ասենք հիմնական դպրոց է, դա նշանակում է, որ յուրաքանչյուր դասարանում, եթե անգամ լինում է 6-7 աշակերտ, հնարավոր է նորմալ կրթական process կազմակերպել եւ հնուցել այդպես եղել է։ Իրականում եկեք հարցին նայենք տվյալ տեսանկյունից։ Իրականում խնդիր է փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցներում բարձր որակի կրթություն ապահովելը, այո, խնդիր է։ Դա անհերքելի է։ Ունենք մենք իրականություն, որ մեր գյուղերը դատարկվում են։ Ուրբանիզացիա է տեղի ունենում։ Այո, դա էլ կա։ Միակ ձևը արդյոք կրթության որակ ապահովելու դպրոցը փակելն է, ոչ միակ ձևը փակելը չէ։ Քանի որ եթե դպրոցները փակվում են, ապա գյուղերն են դատարկվում։ Մենք այստեղ, այսինքն ուզում են կրթության որակի հարց լուծել, բայց դա տեղի ունենում գյուղի դատարկման շնորհիվ։ Որ ռազմավարական նշանակություն խնդիր է։ Այո։ Սահմանն ես, դու դիրքն ես դատարկում։ Այո, դիրքն ես պաշտպանությունից զրկում։ Երբ որ մանավանդ խոսքը գնում է Սյունիքի մարզի մասին։ Այո։ Որտեղ այդ փակվող դպրոցների կեսը հենց սահմանամերձ բնակավայրերի դպրոցներ են։ Իսկ ինչքան սահմանամերձ բնակավայրերում քիչ մարդ է լինում, այնքան մեր սահմանը ավելի վտանգված է դառնում, այնքան երկրորդ, երրորդ աչքը դեպի սահման քիչ է լինում։ Միակ ձևը փակելով չէ, որ պետք է լինի։ Նորից եմ ասում, հասկանալի է, որ բարդ է ապահովել որակյալ կրթություն։ Բարդ է, բայց ոչ անհնար։ Ու ես չեմ հասկանում այդ նախարարությունում, որ այդքան գործուղումների են գնում տարբեր երկրների կրթական համակարգեր են ուսումնասիրում։ Օրինակ, ինչու չեն ուսումնասիրել Ֆինլանդիայի եւ Նորվեգիայի փորձը, որտեղ եւս կան փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող համայնքներ, որտեղ ուսուցումը չի տարվում փակելու միջոցով, այլ հատուկ պայմանների ապահովմամբ, օրինակ ոչ թե երեխաներին են ամեն օր նստեցնում ավտոբուսները եւ տանում մեկ այլ դպրոց մի քանի կիլոմետր քշելով, մեր պայմաններում պատկերացրեք հատկապես բարձր լեռնային բնակավայրերում, որոնք որ մեզ մոտ շատ են։ Հայաստանը լեռնոտ երկիր է եւ այդ դպրոցների մեծ մասը լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերում են գտնվում։ Եվ գյուղերը իրարից հեռու են։ Հիմնականում գյուղերն իրարից հեռու են։ Այո, կան գյուղեր, որոնք ամբողջ ձմռան ընթացքում փակ են ճանապարհները։ Երեխայի կյանքը վտանգելով, այսինքն պիտի գյուղից գյուղ տանեն կամ գյուղից քաղաք տանեն, այն դեպքում, երբ որ երեխան հնարավորություն պիտի ունենար հենց իր գյուղում ուսում, կրթություն ստանալու։ Հիմա, օրինակ իմ նշած այդ երկրներում շարժական լաբորատորիաներ, լաբորատոր ավտոբուսներ գոյություն ունեն, այսինքն որ հատուկ կահավորված ավտոբուսը գալիս է դպրոց, իր հետ նաև բերում է մասնագետին եւ ենթադրենք, եթե անհրաժեշտ է, հա, եթե որակի մասին ենք մտածում, հա, եւ համապատասխան սարքավորումներով, մանրադիտակներով եւ այլնով
իրականացվում է դասապրոցեսը։ Զուտ այդ տեսանկյունից կամ հնարավոր չէ օրինակ ասենք ուսուցիչներին օրինակ տեղափոխել, եթե ուսուցչի խնդիր ունենք։ Ավելի լավ չի հատուկ այնպիսի պայման ստեղծել, երբ որ բարձր որակ ունեցող ուսուցիչն է։ Իր երկուշաբթի օրը անց է կասնում մի գյուղում, երեքշաբթի օրը մի գյուղում, չորեքշաբթի օրը մի գյուղում, այդպես իրեն ենք տեղափոխում, այդ ենք կազմակերպում։ Դպրոցի շենքերը ընդհանուր առմամբ փակելուց հետո ինչի են վերածվելու են ավերակների։ Իսկ դպրոցի շենքերում կարելի է այդ շենքերը դիտարկել որպես համայնքային կենտրոններ։ Եվ այնտեղ տեղի ունենա կազմակերպել նաև մեծահասակների կրթություն, ինչու՞ չէ որ։ Իսկ ով է ասել, որ մեծահասակներին պետք չէ կրթություն։ Ով է ասել, որ մեծահասակներ ինչ որ մի տարիք գալուց հետո իրենք ոչ մի բան չպետք է անեն եւ պետք է ձեռքերը ծալեն ու ինչի սպասեն։ Եթե պետություն ես, սոցիալական քաղաքականություն ես իրականացնում, պետք է նաև դա վերցնես, թիրախավորես։ Հնարավոր չէ այդ դպրոցում կազմակերպել օրինակ գյուղատնտեսական ոլորտի խորհրդատվության ինչ որ միջոցառումներ, մշակութային միջոցառումներ։ Այսինքն կարելի է միանշանակ դպրոցի շենքը օգտագործել որպես համայնքային կենտրոն եւ չթողնել, որպեսզի դրանք վերածվեն ավերակների։ Իսկ ընդհանուր առմամբ, հասկանալով հանդերձ, որ գյուղերը դատարկվում են, դրա դեմը առնել է պետք ընդհանուր տնտեսական քաղաքականությունը այնպիսին անելով, որ մարզերը զարգանան, որ աշխատատեղերը լինեն հենց այնտեղ։ Եթե անգամ գյուղից դուրս է գալիս մարդը, պայմանը ստեղծվի այնպես, որ ինքը գոնե մոտակա փոքր քաղաքում կամ խոշոր գյուղում տեղավորվի, այլ ոչ թե բոլորը դուրս են գալիս եւ գալիս են Երևան քաղաք։ Երևանը դառնում է մի հատ մեծ խնդրեմ, իսկ մարզերը մնում են այդպես անմարդաբնակ թերզարգացված վիճակներում։ Այսինքն խնդրի նախ կոմպլեքս մոտեցումը այն է, որ սահմանադրորեն ամրագրված պահանջը, համաչափ զարգացման պահանջը դա չի իրականացվում, եւ երկրորդ անգամ եթե մենք խնդիր ենք դնում որակ ապահովել փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցներում, դրա լուծման տարբեր մեթոդներ կան։ Հիբրիդային ուսուցում գոյություն ունի, այդ բառը իհարկե արդեն մի քիչ վատ ասոցիացիաներ է առաջացնում, որովհետեւ այդ հիբրիդ բառը մենք իրենց մատուցած ձևով ենք հասկանում։ Smart դասարաններում հնարավորություն կարելի է ստեղծել մեկական smart դասարաններ, այսպես ասենք, որտեղ աշակերտը կարողանա, եթե չունի օրինակ ասենք ֆիզիկայի ուսուցիչ, կենտրոնացված ձևով դասի բացատրման process-ը լսի բարձր որակավորում ունեցող ֆիզիկայի ուսուցիչից, իսկ դպրոցում մնացած ուսուցիչները, որոնք որ մաթեմատիկայի ուսուցիչ է, բայց ֆիզիկայի ուսուցիչ չէ, նրա ուղղորդմամբ կարողանա պարզապես գործնական առաջադրանքները կատարել։ Ինքը միակ տարբերակը փակելը չէ, որ անում են այս իշխանությունները եւ անում են 100 աշակերտ այդպես շեմը վերցնելով։ Սա կատաստրոֆա է, սա զարկ է տալու չվերահսկվող ուրբանիզացիային, իսկ սահմանամերձ բնակավայրերի հետ կապված 55 դպրոց, 55 բնակավայրի, այս 215 բնակավայրերից, որտեղ որ դպրոցներ են փակվելու, 55-ը սահմանամերձ բնակավայրերն են, որոնց կեսը գտնվում են Սյունիքի մարզում։ Սահմանի հանդեպ այս իշխանությունների վերաբերմունքը դրսևորվում է նաև անվտանգային հարցերում։ Վերջերս Արման Թաթոյանը ներկայացրեց ադրբեջանական նոր ներխուժումների մասին տարբեր հատվածներում, այդ թվում եւ Սյունիքի նախարարության իշխանության արձագանքը կարծում եմ տեսակ ոչինչ չասող, լղոզված, բազմաթիվ փաստարկված դրվագներին ի պատասխան նախ պաշտպանության նախարարությունը ասաց, որ սուտ է, հետո էլ հասկացան, որ արձագանքը մեծ է, ինչ որ մի քարտեզով, որտեղ ընդամենը մի դիտքի վերաբերյալ դրվագներով ներկայացան, այսպես ասած, անտեսելով իբր Google-ի քարտեզով է ներկայացում, այն դեպքում, երբ որ Google-ի քարտեզով իրենք մարդու տունը կիսում եւ տալիս էին ադրբեջանցիներին։ Դուք տարբեր վարկածներ նշեցիք, թե ինչպես կարելի է այս կրթության դպրոցների հարցը լուծել, պարոն Սողոմոնյան, բայց սա այն իշխանության դեպքում, այն իշխանության օրոք, որը գոնե ցանկություն ունի, բայց չգիտի ինչպես։ Ներողություն եմ, էլի խնդրում, գիտեք ինչի համար խոսեցի այդ մասին։ Խոսեցի այդ մասին, այդ ինչպեսի մասին, որովհետև երբ որ խնդիրը բարձրաձայնում ենք, ձեր նշած մեր կրթության ազգային խորհրդի մեր հարգելի գոլեգաներն են այս խնդիրը շատ մասնագիտորեն վերլուծելով բարձրաձայնում, մենք էլ ենք բարձրաձայնում։ Երբ որ խնդիրը բարձրաձայնում ես, ասում են, բա դու ինչ ես առաջարկում։ Լավ,
Բա դու ինչ ես առաջարկում, Այդ ենք առաջարկում։ Դրա մասին, այսինքն որ մարդկանց մոտ չլինի կարծիք, որ մենք միայն քննադատում ենք, որ մենք միայն վատաբանում ենք, չէ։ Եթե մենք քննադատում ենք, սխալը ցույց ենք տալիս, ապա հնարավորինս փորձում ենք նաև, չեմ ասում 100%-անոց լուծումները, բայց լուծման մոտեցումներ որոշակի ցույց տալ, հիմնվելով փորձի վրա, առաջավոր փորձի վրա։ Պարոն Սողոմոնյան, Հայաքվեն առաջիկա ընտրություններին մասնակցելու է Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության հետ միասին։ Տարիների փորձը հուշում է, որ Հայաստանում ընտրությունները կայանում են ոչ թե գաղափարների հիման վրա, այլ մոբիլիզացիա է, թե այս կամ այն ուժը որքանով կկարողանա իր ընտրողներին մոբիլիզացնել ինչ որ գաղափարի շուրջ։ Ինչպես եւ ինչ մեխանիզմներով եք մոբիլիզացնելու ձեր ընտրողներին, ինչի շուրջ եք համախմբելու։ Եվ Միասնության թևերի հետ համագործակցությունը ինչի հիման վրա տեղի ունեցավ։ Հենց այս ֆորմատի ձևավորումը գալիս է ցույց տալու, որ գաղափարական ընդհանրությունները քաղաքական մոբիլիզացիա ապահովելու համար ամենաառաջնայինն են։ Միասնության թևերի, Արման Թաթոյանի ղեկավարած Միասնության թևերի հետ մեր համախմբումը հենց գաղափարական ընդհանրության հիման վրա է տեղ ունենում։ Առաջին հերթին գաղափարական ընդհանրության, ոչ միայն գաղափարական ընդհանրության, բայց առաջին հերթին գաղափարական ընդհանրության։ Այդ գաղափարական ընդհանրության ամենասևեռուն հանգամանքը հայակենտրոնությունն է։ Աշխարհի տարբեր ուժային կենտրոնների հետ պատրաստակամությունը հարաբերվելու, համագործակցելու այնքանով, որքանով Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերն են թելադրում եւ այնքանով, որքանով աշխարհաքաղաքական իրադրությունն է թույլ տալիս եւ ուժերի բալանսն է արտացոլված լինում։ Սա կարևորագույն, այսպես, հանգամանքն է համագործակցելու եւ միասին գնալու։ Երկրորդ հանգամանքը փորձառություն է եւ Միասնության թևերի պարագայում եւ Հայաքվեի պարագայում մարդիկ են, ովքեր որ իրենց գործունեությունը եւ իրենց կերպարները կերտել են երկարատև ժամանակի տասնամյակների պրոֆեսիոնալ գործունեությամբ, այդ գործունեության ընթացքում միշտ ցույց տալով, որ ազգային պետական շահը վեր է անձնականից, այլ կերպ ասած, թաթախված չլինելով կոռուպցիայի եւ տարբեր այլ աղտեղությունների մեջ։ Երբ որ մենք միասնական դեմքով ներկայանում ենք մեր ժողովրդին, մենք նաև կերպար ենք ուզում ցույց տալ, թե մենք ձեզ ինչ կերպար ենք առաջարկում։ Կերպարներ, ովքեր որ իրենց գործի մեջ եղել են սկզբունքային, եղել են պրոֆեսիոնալ, եղել են հետևողական, բոլորն էլ կիրթ են, կրթությունը կարևորել են, կրթությունը արժևորել են, կրթությունից բացի նաև բարեկրթությունն են կարևորում, մարդկանց հետ շփվելու ձևը, տակտը, բառակազմը, այս ամենը կարևոր սիգնալներ են, կարևոր ազդանշաններ են, թե մենք ինչպիսի ղեկավարություն ենք ուզում ունենալ, ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ եւ մեր պետությունը ինչպիսի քաղաքացի է ուզում, որ կրթության միջոցով դաստիարակի։ Հենց այս սիգնալներն ենք մենք տալիս եւ ես անձամբ շատ միջավայրերում լսում եմ գովեստի խոսքեր, լսում եմ գոհունակություն, որ եթե չլիներ օրինակ ասենք այս միավորումը, շատ մարդիկ անելանելի վիճակի մեջ էին լինելու ընտրություն կատարելու առումով։ Ամենայն հարգանքով ընդդիմադիր մնացած այլ ուժերի նկատմամբ։ Այս միավորումը, որ տեղի է ունենում, առանձնահատուկ միավորում եմ ես համարում, որտեղ ամփոփված է եւ ազգային պետական շահը, եւ իրադրության adekvat ընկալումը, եւ կրթությունը, եւ բարեկրթությունը, եւ անցյալը, փորձառությունը եւ հանձնառությունը։ Դուք խոսեցիք ձեր ուժերի գաղափարական ընդհանրության մասին, պարոն Սողոմոնյան, ինձ հետաքրքիր է այն մարդկանց, որոնք պիտի դառնան ձեր ընտրողը,
Այս գաղափարները որքանով են հետաքրքիր, անկեղծ ասած, ինձ սա է հետաքրքիր։ Հենց սա եմ ասում, որ տարիների փորձը հուշում է, որ ընտրողը այդ գաղափարներին կարծեք շատ մեծ ուշադրություն չի դարձնում։ Ավելի շատ մարդիկ հակված են դեպի այն ուժը, որը ավելի լավ համոզում է, ավելի լավ մոբիլիզացնում է։ Ըստ ձեզ, մեր հանրության մեջ իսկապես կա այդ պահանջարկը լավ կրթության, պրոֆեսիոնալիզմի, անարատ անցյալի, կոռուպցիայի մեջ թաթախված չլինելու։ Իսկապես հանրության որ մասն է, որի մեջ այս պահանջարկը նստած է, պարոն Սողոմոնյան, սա իսկապես շատ հետաքրքիր է։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ այսօր ունենք իրավիճակ, որ ավելի մեծ թվով մարդիկ իրենց ընտրական վարքը կառուցում են էմոցիայի վրա, տպավորության վրա, ինչ որ ոչ ռացիոնալ ընկալումների վրա, սա ցավոք այսպիսին է։ Բայց նաև մեր հասարակության մեջ կա մի մեծ հատված, որը հիասթափված է, որը առաջարկ չի տեսնում, մինչ այժմ, մինչ այս պահը, առաջարկ չի տեսնում եւ որը տարբեր հարցեր ունի եւ այդ հարցերի լուծման վերաբերյալ իր համար համոզիչ իրատեսական պատասխանների կարիք ունի։ Իմ համոզմամբ մեր այս միավորումը հենց հասարակության այդ հատվածի համար է, որը գիտակից է, որը պարզապես իր համար, որը պահանջկոտ է, արդարև պահանջկոտ է եւ իր համար կարևոր հարցերի պատասխաններ է ուզում։ Անվտանգությունը ինչպես ենք ապահովում, կրթության բովանդակության հարցը, կրթության կազմակերպման հարցը, առողջապահության հարցը, սոցիալական արդարությունը, Արցախի թեման, սրանք շատ կարևոր այսպես հարցեր են, ընդհանուր առմամբ կոռուպցիայի դեմ պայքարը, որ այսքան տարի թմկահարվել է, բայց հասկանալի է, որ իմիտացիա է եղել, իրական ազատությունների ապահովումը ոնց ենք պատկերացնում այն հարցի լուծումը, թե ինչպես անենք, որ յուրաքանչյուր իշխանություն, յուրաքանչյուր քաղաքական ուժ գալով իշխանության գայթակղություն չունենա նորից երկիրը տանի անձնիշխանության ճանապարհով, այնպես ինչպես որ անում են այս իշխանությունները։ Այս հարցերի ուղղված պատասխանները մինչ այժմ եւ միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը եւ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը իրենց տարբեր միջոցառումների միջոցով այս հարցերի պատասխանները հատվածական ձևով հատված առ հատված տվել են եւ այս հարցերի պատասխանների մեջ գուցե կան ինչ որ մոտեցումների տարբերություններ, բայց ճնշող մեծամասնության տեսանկյունից մոտեցումները, եթե չասեմ նույնական են, ապա միասնական են։ Եվ այժմ այդ կարևորագույն process-ը տարվում է դեպի այն, որ այդ ամենը մենք մի կարճ ժամանակ հետո արդեն ավելի միասնական ձևով, ավելի համախումբ ձևով կներկայացնենք այդ հարցերի պատասխանը։ Ընտրություններից մոտ 2 ամիս առաջ պիտի որ սոցիոլոգիան որոշակի պատկերացում տար մոտավորապես ինչ պատկեր ենք ունենալու։ Սակայն Հայաստանը ինչպես միշտ օրիգինալ է այս հարցում, եթե դրսում գրեթե տարբեր ոլորտներում, բոլոր ոլորտներում առաջնորդվում է սոցիոլոգիայով, Հայաստանում տարբեր շերտերից լսում եմ, որ այդ թվում նաև քաղտեխնոլոգիաներից, որ սոցիոլոգիային չեն վստահում։ Ավելին ասեմ, տարբեր ուժեր հրապարակում են սոցհարցումների արդյունքներ եւ տպավորություն կա, որ ով պատվիրել է, ով հրապարակում է, ընտրություններում ինքն էլ հաղթելու է։ Սա եւս ինչ որ կասկածներ է առաջացնում։ Պարոն Սողոմոնյան, ի վերջո այս մթնոլորտում ինչպես պատկերացում կազմել, ինչպես ճիշտ խաղադրույքներ կատարել առաջիկա ընտրություններում մասնակցելու եւ ընտրողների քվեն ունենալու համար։ Սոցիոլոգիային անվերապահ վստահելը դժվար է։ Ասեմ ինչու, որովհետև հիմնականում, երբ որ անց է կացվում սոցիոլոգիական հարցումներ, անց են կացվում հեռախոսային հարցումների միջոցով։ Այստեղ մի խնդիր է առաջանում։ Հեռախոսային հարցումների պարագայում, երբ որ զանգում են, զանգը վերցնող քաղաքացիների մի զգալի մասը, ովքեր որ
գործի մեջ են, աշխատում են, զբաղված են, որպես կանոն չեն պատասխանում։ Ավելի շատ պատասխանում են մարդիկ, ովքեր որ ավելի շատ ժամանակ ունեն պատասխանելու հարցում։ Սա որոշակի բան նշանակում է, այսինքն բան նշանակում է, որ չենք կարող ասել, որ այն արդյունքները, որ մենք ունենում ենք, 100%-անոց հավաստի արդյունքներ են։ Բայց նաև սոցիոլոգները դրա համար ունեն ինչ-որ սխալանքի չափեր ունեն, էլի տոկոսներ ունեն, ասենք 3% է, 3.5% է, նաև այդպես ինչ-որ գնահատականներով կարողանում են մոտավորապես պատկերը ստանալ։ Մենք անչափ կարևորում ենք այդ հանգամանքը, սոցիոլոգիական հարցումները կարևորում ենք եւ վերջին համարյա 2 տարիների ընթացքում եւ մեր ոնց որ պատվերով եւ մեր գործընկերների արած սոցիոլոգիական հարցումներին մենք հետևում ենք եւ մեր գործունեությունը նաեւ դրա վրա ենք դնում։ Կարևորագույն հարցը այստեղ հետեւյալն է. ինչ կարգի արդյունավետ միավորում պետք է լինի, ինչ կարգի արդյունավետության միավորում պետք է լինի, որը որ նվազագույնս կհաղթահարի պահանջվող շեմը, 4%-անոց պահանջվող շեմը նվազագույնս։ Այս տեսանկյունից, երբ որ մենք վերլուծում ենք այն տվյալները, որոնք որ մեր ձեռքի տակ են եւ մեզ համար հավաստի են, մենք վստահաբար կարող ենք ասել, որ այն process-ը, որը որ ծավալվում է, միավորման process-ը, միասնության թևեր քաղաքական նախաձեռնության շրջանակներում արժանահավատ է եւ տեմպը պետք է պահենք, պետք է նույնիսկ արագացնենք, բազմապատկենք եւ մեր այն քաղաքացիները, որոնք որ հավատում են, որոնք որ վստահում են, ավելի ճիշտ, կարծում եմ, որ հուսախաբ անելու հիմքեր չի լինի։ Համենայն դեպս մենք ասել ենք ու ասում ենք, որ ցանկացած իրավիճակում, երբ որ մենք կհասկանանք, որ մեր մասնակցությամբ կնպաստենք ձայների փոշիացմանը, հաստատ այդ մասնակցությունը չի լինի։ Բայց ոնց որ ասած, թող այս վերջի արտահայտությունս արվի վերջին անգամ, որովհետև մենք ունենք վստահություն, մենք տիրապետում ենք թվերին եւ կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ իրենց վստահության քվեն կտան այս հետաքրքիր նոր ձևավորվող հուսալի ուժին, իրենք հուսախաբ հաստատ չեն լինի։ Երաշխավորված խաղաղության կոնցեպտը եւ ներքին համերաշխության անհրաժեշտության գաղափարը կարծեք դառնում է ազգային ընդդիմադիր ուժերին միավորող հիմնական գաղափարը։ Պարոն Սողոմյան, ակնհայտ է, որ որևէ անհատ քաղաքական ուժ կամ կուսակցություն միայնակ այս խնդիրների բեռից չի կարող դուրս գալ, այս իրավիճակը չի կարող հաղթահարել։ Դուք տեսնում եք այդ հնարավորությունը, որ հայկական այս ուժերը, ընդդիմադիր ուժերը իսկապես կարող են արդյունավետ համագործակցել, որովհետև երևի սա կարևորագույն նախապայմանն է։ Միմյանց հետ համագործակցելու կարողություն առանց հայկական էգոցենտրիզմի։ Տեսնում եք այդ հնարավորությունը ընդդիմադիր դաշտում։ Մենք ուզած-չուզած պետք է այդ հնարավորությունը պետք է ստեղծենք։ Ուզած-չուզած, որովհետև դրա այլընտրանքը կործանումն է։ Ցավոք սրտի այս ընտրությունների պարագայում եւս ընդդիմադիր համախմբման հիմնական հարցադրումը ընդդեմն է։ Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը լինելով քաղաքական իշխանության ղեկավար, պարագլուխ, ինքը բռնազավթել է պետական իշխանությունը նաև։ Քաղաքական իշխանությունն ու պետական իշխանությունը այսօր նույնացվել են։ Քաղաքական ուժը զավթել է պետությունը։ Պետական մարմինները անում են այն, ինչ որ ոչ թե իրենք պարտավոր են անել որպես պետական մարմիններ եւ դրա համար օժտված են սահմանադրությամբ տրված լիազորություններով, այլ անում են պարզապես քաղաքական իշխանության կողմից արված կարգադրությունների հրահանգների հիման վրա։ Սա թույլ չտալու համար առաջին կարևոր բանը, որ պետք է անենք, իշխանազրկելն է։ Շատ դժվար է այդ իշխանազրկումը իրականացնել այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում, երբ որ այս իշխանությունները տարբեր ուժային կենտրոններից ունեն լուրջ աջակցություն։ Լուրջ աջակցություն նրա համար, որովհետև Հայաստանը իր շահերին տեր չի կանգնում եւ
որ կենտրոնին ինչ որ անհրաժեշտ է, զիջողի դերում է։ Շատ հարմար են իրենք տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար այս տարածաշրջանում խաղալու տեսանկյունից։ Եվ միակ ոնց որ ասած շահի իրավատերը, ազգային պետական շահի իրավատերը ժողովուրդն է, հայ ժողովուրդն է։ Հայ ժողովրդի գործուղած, այսպես ասած, հիմա ընդդիմադիր հատվածները այն հատվածներն են, որոնք որ կան այսօր։ Նրանք իրար մեջ ունեն տարաձայնություններ, իրար հետ ունեն խնդիրներ տարբեր տիպի։ Բայց այսօր առաջնահերթ հարցը դրվելու է հետևյալ կերպ. եթե իմ քվեից կախված է Փաշինյանի իշխանազրկումը, ապա անկախ ամեն ինչից պետք է օգտագործել այդ քվեն։ Ամենաառաջինը, ամենակարևոր հանգամանքը։ Երկրորդը, որ այո, ազգային համաձայնության կառավարություն ստեղծելով ամենաառաջնահերթ հարցը հենց ներքին համերաշխության վերականգնման հարցն է։ Ինչքան էլ մենք տեխնոլոգիապես արդիականացված բանակ ստեղծենք, ինչքան էլ ունենանք պրոֆեսիոնալ դիվանագետներ, մեր անվտանգությունը, խաղաղությունը չենք կարող մենք ունենալ երաշխավորված ձևով, եթե մենք ներքին միասնականություն չունենանք։ Եթե մեր մեջ շարունակի այս ատելության մթնոլորտը, երբ որ մարդիկ ատում են միմյանց, բարեկամությունները քանդվում են, ընտանիքները քանդվում են, մարդիկ այդ քաղաքական հողի վրա իրար բսկտում են, իրար ատում են, հայհոյախոսությունը տարածված է սոցցանցերում եւ այլն։ Այո, առաջնահերթ խնդիրը հենց ներքին համերաշխության վերականգնումն է եւ հասկանալի է, որ մի քաղաքական ուժ իզորու չէ դա անել։ Դա շատ վտանգավոր է։ Մի ծայրահեղությունից կընկնենք մյուս ծայրահեղությունը։ Դրա համար պետք է հնարավորինս լայն համախմբում լինի եւ նաեւ ինչու ոչ իշխանության շարքերում եւս կան պատանդի կարգավիճակում գտնվող մարդիկ, ովքեր որ ինչ պատճառներով համապատասխան քաջությունը չունեն, խիզախությունը չունեն, խոսելու, բարձրաձայնելու, բայց այս իշխանությունների օրոք աշխատող պաշտոնյաներ են եւ պետք է հասկանալի լինի, որ այդ մարդիկ եւս մեր հայերն են եւ ներքին համերաշխության ձևավորման հարցում պետք է հնարավորինս համընդգրկուն լինել։ Առանձին մարդիկ այո շատ խիստ են պատժվելու, շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու, բայց չի լինելու այնպիսի վիճակ, որ այ հիմա էլ էս ընդդիմադիրներն եկան իշխանության այսօրվա, նրանք էլ սկսեն հալածել ամբողջ բոլոր այն մարդկանց, ովքեր որ ժամանակին ասենք այս ճամբարն են։ Հարատև ատելության փուլից պետք է մի ինչ որ մի պահի դուրս գալ։ Այս պահին երևի թե շատ կարևոր նշանակություն ունի նաև միասնական ընդդիմության կամ ընդդիմադիր առողջ ուժերի հանդեպ հանրային ընդհանուր վստահության ամրապնդումը, հատկապես որ հանրությունը որպես հակակշիռ ունի ուրախ ավտոբուսում կարտոֆիլ, եգիպտացորեն եւ պերաշկի ծամող իշխանավորներ, մի վարչապետ, որը մետրոյի վագոնում կարող է հարձակվել երիտասարդ կնոջ վրա եւ նրա փոքրիկի արցախցի, ընդ որում Արցախյան առաջին պատերազմի հերոսի աղջիկա վրա նրան մեղադրելով փախչելու մեջ։ Փախածներ մարդկանց անվանի արցախցիներին այն դեպքում, երբ որ ամբողջ պատերազմի ընթացքում ինքը գլխավոր շտաբի բունկերից դուրս չի եկել, իսկ այս մարդիկ տարել են պատերազմի բոլոր դժվարությունները, ու նամից գտնվել են շրջափակման մեջ եւ լքել են իրենց հազարամյա հայրենիքը իր իսկ մեղքով եւ թեթև ձեռքով։ Ինչևէ, շնորհակալություն պարոն Սողոմոնյան, հաջողություն եմ մաղթում ձեր հետագա գործունեության շրջանակներում, հատկապես որ այդ գործունեության արդյունքից է կախված մեր ամբողջ երկրի ճակատագիրը։ Սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր Հայաքվե միավորման անդամ պատմաբան Մենուա Սողոմոնյանը, զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը, ցտեսություն։ Շնորհակալություն, հաջողություն։